Ադանա քաղաքում Օսմանյան կայսրության ամենամութ օրերին սկսվեց ողբերգություն, որը հիմք հանդիսացավ հայոց ցեղասպանության։ 1915 թվականին 1.5 միլիոն հայեր դաժանաբար սպանվեցին, որովհետև չէին դադարում հավատալ Քրիստոսին։ Հայոց ցեղասպանությունը կազմակերպող ոճրագործները մինչ օրս չեն մեղադրված և չեն դատապարտված։ Սա է պատմությունը։ Հին գիլիգյայի ծոցում դու բազմած, ինչպես արծիվ մադանա, երկնքից լազուր, օդդ ջինջ մաքուր, հաջն զեյթուն սիս մեր ադանա, Քրիստոնյա հայեր, Աստծո հավատքով, դպրոցու անքեին կառուցում, ու այդպես խաղաղ, հույս երազանքով, ապրում էին ու կերտում սիրով։ Հայատյաց թուրքը առնոտ աչքերով, ջնջել էր ուզում հայր իսպար, ծածկոտ մոլեգին, թրերով զինված, եկան նրանք անպաշտպան մարդկանց վրա։ Ճիչու աղաղակ լսվեց ամենուր, առնով ներկվեցին դաշտ ու սուր, ընկան անարդար ծերմանուկ ու մայր, որ մեղքը պատասխան չկար, գիշերվա մթին, ովքեր փրկվեցին, անտարբեր աշխարհից դառնացած, բռնեցին անցայր գաղթի ճանապարհ, հույս հավատով լեցուն Աստված, անապատի մեջ արցունք աչքերով, արվակ էին փնտրում պապակ շուրթերով, քարը բարձ դարձրած, մանկիկին գրկած, աղոթքեր անում այն առաստած։ Հետապնդվողները հրաժարվեցին իրենց կյանքից և իրենց տեղը գտան Աստծո մոտ, հավիտենական կյանքում։ Եթե նույնիսկ աշխարհը մոռանա, Աստված կհիշի նրանց չարչարանքները։ Նրանք այլևս չեն չարչարվի, քանզի Աստծո միակ որդին, Հիսուս Քրիստոսը, որը մահացավ ու համբարձվեց, կլինի նրանց հովիվը և կուղեկցի դեպի զուգալ աղբյուրները ու կմաքրի արցունքները նրանց աչքերից, և նրանք փարվելով Աստծո գահին կերքեն Աստծո երգը, եղել է, կա և միշտ կլինի։